Ամեն անգամ, երբ դուք ինչ-որ բան եք իմանում, դրանից անմիջապես հետո դա ձեզ պետք է գալիս։ Դա ձեզ պետք կգա, որովհետև Աստված գիտի երկու կողմն էլ։ Նախ Աստված գիտի, թե ինչ է լինելու, եւ նա գիտի, թե ինչ տա ձեզ, որպեսզի պատրաստի ձեզ սպասվող իրադարձություններին, որպեսզի դուք կարողանաք պաշտպանվել։ Եվ մյուս կողմից, երբ դուք լսում եք Աստծո խոսքը, երբ այն սերմանվում է, անմիջապես գալիս է գողը, որպեսզի գողանա ձեր սրտում սերմանված խոսքը։ Այնպես որ ինչ էլ որ լսեք, ինչու դա ձեզ պետք կգա, որովհետև սատանան կգա եւ կփորձի գողանալ դա։ Եվ եթե դուք օրինակ լսում եք խոսքը բժշկության մասին եւ չեք ընդունում այն, ապա թշնամին։ Իսկ երբ ես ասացի, որ չեք ընդունում, նկատի ունեի, որ դուք չեք սկսել օգտվել դրանից։ Որովհետև դուք կարող եք ընդունել ուրախությամբ, բայց չսկսեցիք դրանով ապրել։ Իսկ թշնամին գկա վաղը եւ կփորձի բարդատրել հիվանդություն։ Այդպես նա գողանում է բժշկության մասին խոսքը։ Նա կփորձի հիվանդացնել ձեզ կամ ձեր հարազատներին, իսկ դուք ասում եք, որ հավատում եք դրան։ Բայց դուք գիտեք, որ դեռ չեք հավատում դրան։ Դուք մտորում եք դրա շուրջ, բայց դեռ չեք հավատում։ Եվ թշնամին կգա ու կփորձի գողանալ դա ասելով, թե տես, սա միշտ չէ, որ աշխատում է։ Եվ այդ ժամանակ դուք նահանջում եք այդ ճշմարտությունից մտածելով, որ երևի դա իսկապես միշտ չէ, որ աշխատում է։ Դուք հենց նոր մերժեցիք այդ գիտելիքը, եւ դրա համար թշնամին ձեզ կկործանի։ Ահա թե ինչպես է դա աշխատում։ Դուք չեք կործանվի կամ բնաջնջվի, որովհետև ինչ-որ բան չգիտեք կամ այդ գիտելիքին հասանելիություն չունեք։ Դուք հասանելիություն ունեք նույնիսկ Աստվածաշնչին, որովհետև դուք պատասխանատու եք իմանալու համար, թե ինչ կա այդ գրքում։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված թույլ չի տա, որ դուք փորձվեք ձեր կարողություններից առավել, որոնց դուք կարող եք դիմակայել։ Այնպես որ, ինչպիսի փորձության միջով էլ անցնելիս լինեք, դուք պետք է ամուր կանգնեք եւ հասկանաք, որ ինչ էլ լինի, ես ունեմ ամեն ինչ հաղթելու համար։ Ինձ պետք է պարզապես խորանալ նրա մեջ, ինչ ես արդեն գիտեմ, եւ գտնել այն, ինչ կարելի է կիրառել այս փորձության ժամանակ, որովհետեւ Աստված ասել է, որ ես չեմ փորձվի ուժերիցս վեր, այն ամենից վեր, ինչին կարող եմ դիմակայել կամ հաղթել։ Այնպես որ, եթե դուք անցնում եք փորձության միջով, դուք ունեք այն տեղեկատվությունը, որը ձեզ անհրաժեշտ է։